Երկրաշարժից հետո շենքերի արագ հետազննության ճապոնական մեթոդները կառուցվածքների տեխնիկական վիճակի գնահատման և շենքերի սեյսմիկ ուժեղացման ճապոնական փորձը թեմայով փոքր գրանտային ծրագրի շրջանակում օրերս անցկացվել է հանդիպում սեյսմիկ պաշտպանության և քաղաքաշինության ոլորտների մասնագետների միջև։ Ծրագիրը ֆինանսավորել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը։ Զեկույցով հանդես են եկել ներքին գործերի նախարարության սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության, կառուցվածքների սեյսմակայունության վարչության պետ Զավեն Խլղաթյանը և հատուկ կարևոր և ընդհանուր նշանակության օբյեկտների սեյսմիկ խոցելիության գնահատման բաժնի պետ Վարդան Հայրապետյանը։ Քննարկվել են երկրաշարժից հետո վնասված շենքերի արագ հետազնման և վնասվածքների դասակարգման մեթոդները, շենքերի սեյսմիկ գնահատման և սեյսմազինվածության բարձրացման մեխանիզմները։ Վարդան Հայրապետյանը մասնակիցներին ներկայացրել է սեյսմիկ անվտանգության հարցերով պատասխանատուների համար նախատեսված արագ ստուգման իրականացման տարբեր ձեռնարկները, սեյսմիկ գնահատման և ուժեղացման ուղեցույցները, ինչպես նաև ռիսկերի տեսուչի գործառույթներն ու կամավորական աշխատանքը։ Զավեն Խլղաթյանը խոսել է կառուցվածքների սեյսմակայունության վարչության միջազգային կապերի, տարածաշրջանային որոշ երկրաշարժերից հետո հայկական արագ արձագանքման թիմերի կատարած հետազոտությունների, մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ ծրագրի արդյունքների և առաջիկա անելիքների մասին։ Հանդիպման ավարտին սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրեն Սոս Մարգարյանը շնորհակալություն հայտնելով ներկաներին նշել է, որ սեյսմիկ անվտանգությունն ու բնակչության պաշտպանության ապահովումը բոլորի խնդիրն է։ Պարբերաբար հանդիպումները և գիտաժողովները միայն դրական արդյունք կարող են տալ։